Լավագույն սնունդները քաշ կորցնելու համար մաս 3 Այս կարող է տարօրինակ հնչի, բայց այսօրվա սնունդը ավոկադոն է։ Մինչև կոմենտներ մտնելու ու գրելը թե ավոկադոյի մեջ ինչքան կալորիա կա, կարևոր է մի հատ բան հասկանալ։ Այն փաստը, որ դու փորձում ես քաշ կորցնել, դեռ չի նշանակում, որ քո սննդակարգից պետք է ճարպերը լրիվ հանել, որովհետև մեզ ինչ որ մինիմալ քանակի ճարպեր հարկավոր են առողջ հորմոնալ արտադրության ու նաև որոշ վիտամինների յուրացման համար։ Իսկ տարբեր ճարպերի աղբյուրներից ավոկադոն երևի ամենալավ ընտրություններից է քաշ կորցնելու համար, որովհետև այն 70%-ով ջուր է ու նաև մոտ 10-ից 13 գրամ թելանյութ է պարունակում, ինչի շնորհիվ այն շատ կշտացնող է։ Ու այս կրան անուղղակիորեն քեզ օգնի քաշ կորցնել, քանի որ եթե դու հաց ուտելուց հետո ավելի երկար ես կուշտ մնում, դու օրվա ընթացքում ընդհանուր ավելի քիչ ես հաց ուտելու։ Ավոկադոն կարող օգնի ինսուլինի սփայքերը փոքրացնել, ինչը կարող շատ օգնի դիաբետով կամ պրեդիաբետիկ մարդկանց։ Ավոկադոն կարող նաև բարելավի աղիքների միկրոբիոմը ու նաև ասոցիացված ավելի ցածր քաղցկեղի ռիսկերի հետ, մասնավորապես կոլորեկտալ քաղցկեղի, որը շատ տարածված է հայերի մեջ։ Ես նաև խորհուրդ եմ տալիս ուտել ավոկադոն բարձր կարոտենոիդների պարունակությամբ սնունդների հետ, օրինակ լոլիկի, գազարի կամ քաղցր կարտոֆիլի, որովհետև այն սրանց յուրացումը ահռելիորեն բարելավում է։ Մի խոսքով ավոկադոն նիարող մարդու համար ամենալավ ճարպերի աղբյուրներից է։